Սիրելի արմավիրցիներ, Արամայիսի հարգարժան հետնորդներ ու ժառանգներ, ես չեմ ուզում ձեր ժամանակը շատ խլել, բայց այնուամենայնիվ ուզում եմ վերահաստատել մեր ուժի այն համոզմունքը, որ պետությունը չի սկսվում շենքերից, պետությունը չի սկսվում պաշտոններից, պետությունը չի սկսվում նույնիսկ գեղեցիկ ելույթներից ու նույնիսկ կատարյալ օրենքներից, պետությունը սկսվում է մարդուց, պետությունը սկսվում է մարդուց այն պահից, երբ մարդը զգում է, որ պաշտպանված է, որ իր աշխատանքը արժևորվում է, որ իր ընտանիքը վաղվա օրվա հանդեպ որևէ վախ չունի, որ իր երեխան իր սեփական երկրում ապահով է ապրում։ Բոլորիս է հայտնի, որ Հայաստանում հազարավոր մարդիկ աշխատում են, բայց շարունակում են ապրել անորոշության մեջ։ Երիտասարդ ընտանիքները տարիներով հետաձգում են երեխաներ ունենալը, որովհետև չգիտեն, թե վաղը մյուս օրը իրենց երեխաները ինչպիսի պետության մեջ են ապրելու։ Մարզերում մարդիկ հաճախ են լինում, կանգնել են երկընտրանքի առջև, դիմանալ առկա դժվարություններին, թե թողնել հեռանալ հայրենիքից։ Եվ սրա մեջ ամենացավալին այն է, որ մարդկանց արդեն սովորեցրել են ոչինչ չսպասել պետությունից։ Սովորեցրել են, որ գոյատևում պետք է համարվի նորմալ կյանք։ Սովորեցրել են, որ արժանապատիվ կյանքը միայն չակերտավոր ընտրյալների համար է։ Եվ սա արդեն սոցիալական խնդիր չէ, սա պետականության խնդիր է, որովհետև երբ մարդը կորցնում է վստահությունը վաղվա օրվա հանդեպ, պետությունը աստիճանաբար կորցնում է իր հենարանը, որովհետև հասարակությունն է պետության հենարանը։ Տարիներ շարունակ մարդկանց խոստացել են տնտեսական աճ, բոլորս ենք լսել այս թվերի մասին, շատ դեպքերում բարձր ամբիոններից գովերգվել են երկնիշ կամ բարձր տնտեսական աճը, բայց հայ մարդը երբեք չի զգացել իր վրա այս տնտեսական աճը։ Թվերը կարող են աճել, բայց մարդը շարունակում է ապրել վախի, անորոշության, պարտքի եւ այս մթնոլորտի մեջ։ Այս թվերի աճի վրա պետություններ չեն կառուցվում։ Մենք եկել ենք այդ իրավիճակը փոխելու։ Մենք գտնում ենք, որ սոցիալական արդարությունը, ինչպես իմ գործընկերը նախորդիվ նշեց, ողորմություն չէ։ Սա պետության պարտականությունն է ընդհանրապես իր քաղաքացու առջև։ Այսօրվա մեր երկրում կատարվող բոլոր գործողությունները, որոնք պետության հովանու ներքո են կատարվում, դրանք բոլորը պետության պարտականություններն են, ոչ թե լավությունը, որոնք արվում են հասարակությանը։ Աշխատող մարդը չպետք է աղքատ լինի։ Կենսաթոշակառուն չպետք է գոյատևի։ Երիտասարդ ընտանիքը ապագայից չպետք է վախենա։ Ուսուցիչն ու բժիշկը չպետք է ապրեն անտեսվածության զգացումով։ Այդ պատճառով մենք ասում ենք, որ պետությունը պետք է վերադառնա եւ կանգնի իր քաղաքացու կողքին։ Մենք բարձրացնելու ենք նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակները։ Նաեւ աշխատանքը կորցրած մարդու կողքին պետք է պետությունը կանգնած լինի։ Այսինքն պետք է ժամանակավոր պետությունը աջակցություն տրամադրի, մինչև մարդը կարողանա նոր աշխատանքի հնարավորություն իր համար ստեղծի։ Մենք ստեղծելու ենք վերապատրաստման կենտրոններ, որպեսզի հազարավոր մարդիկ նաև կարողանան մտնել աշխատաշուկա մրցունակ պայմաններով, որովհետև մեր երկրի ամենամեծ հարստությունը ոչ թե հանքերն են, ոչ թե պատահական տնտեսական գործոններով պայմանավորված հոսքերը, այլ մեր երկրի ամենամեծ հարստությունը հենց մարդն է։ Իսկ պետությունը, որը չի ներդնում իր մարդու մեջ, վաղ թե ուշ կկորցնի իր ապագան։ Այս ամենի հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ ուժեղ պետությունը սկսվում է ուժեղ ընտանիքից։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը դառնա ոչ թե հեռացող, այլ վերադարձող ընտանիքների երկիր։ Այդ պատճառով բազմազավակ ընտանիքները ստանալու են իրական աջակցություն։ 4-րդ երեխայից սկսած մարզերում յուրաքանչյուր երեխայի համար տրամադրվելու են անվճար բնակարաններ։ Սրանով նաև խթանելու ենք մարզերում մեր ազգաբնակչության բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանքը։ Երիտասարդ ընտանիքը պետք է վստահ լինի, որ պետությունն իր կողքին է, ոչ թե իր դեմ։ Սիրելի հայրենակիցներ, կրթությունն ու առողջ ապահովությունը մենք դիտարկում ենք ոչ թե որպես ծառայություն, այլ որպես ազգային անվտանգության հիմնասյուն։ Առողջ մարդիկ են ապրում առողջ պետությունում, որովհետև պետությունը միայն սահմանին չի պարտվում։ Պետությունը պարտվում է նաև այն ժամանակ, երբ ուսուցիչը հեռանում է դպրոցից, երբ բժիշկը հեռանում է մարզից,
երբ երիտասարդը հեռանում է իր երկրից, երբ գյուղում փակվում է դպրոցը, միմիայն շենքը չի դատարկվում, դատարկվում է երկրի ապագան։ Մենք Հայաստանի քաղաքացիների համար ունենալու ենք անվճար բարձրագույն կրթություն պետական բուհերում, ինչպես արդեն նախորդիվ նշվեց։ Ունենալու ենք համընդհանուր անվճար բժշկական օգնություն եւ վարձատրության նոր արժանապատիվ համակարգ բուժաշխատողների եւ ուսուցիչների համար։ Արժանապատիվ պետություն հնարավոր չէ կառուցել, եթե արժանապատիվ չէ ուսուցչի ու բժշկի կյանքը։ Սիրելի արմավիրցիներ, մեր քաղաքական ուժը եկել է ոչ թե հերթական խոստումներ տալու, այլ եկել է վերականգնելու քաղաքացու եւ պետության միջև այլևս խզված կապը։ Մենք ուզում ենք կառուցել Հայաստան, որտեղ մարդը չի գոյատևում, այլ ապրում է, որտեղ ընտանիքը վաղվանից չի վախենում, որտեղ երեխան ծնվում է ոչ թե անորոշության, այլ ապագայի մեջ։ Եվ մենք դա անելու ենք միասին, որպես ժողովուրդ, որպես պետություն, որպես ապագա ունեցող ազգ։ Եվ այդ Հայաստանը սկսվում է արդարությունից։ Արդարությունը գալիս է։